Բարև ձեզ։ Այսօր մեկնարկում ենք թվով առաջին մեր ծրագրավորման վիդեոդասը։ Իմ անունը Գրիգ է, Phoenix ընկերության հիմնադիր տնօրենն եմ։ Նշեմ, որ իմ ընկերությունը ավելի քան 5 տարի զբաղվում է ծրագրավորման ուսուցմամբ եւ նախագծերի պատրաստմամբ եւ սպասարկմամբ։ Եվ այս դասընթացների ստեղծման նպատակը ավելի մատչելի եւ ավելի հասանելի դասընթացներ տրամադրել մեր հայրենակիցներին։ Նշեմ նաև, որ բացի նրանից, որ այս դասընթացները լինելու են հայերեն, լինելու են նաև անգլերեն եւ ռուսերեն տարբերակով, եւ այս դասընթացներից կարող են օգտվել ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ամբողջ աշխարհով, ովքեր տիրապետում են այդ 3 լեզուներին։ Եկեք հասկանանք, թե այս դասընթացների ժամանակ մենք ինչ ենք հասկանալու եւ սովորելու։ Այս դասընթացները ստեղծված են այն մարդկանց համար, որոնք ցանկանում են առաջին քայլերը կատարել ծրագրավորման ոլորտում։ Նշեմ նաև, որ այս դասընթացների ժամանակ չի լինելու բարդ տերմինաբանություն կամ ինչ-որ անհասկանալի բառեր։ Լինելու է շատ պարզ, շատ մատչելի եւ որ ամենակարևորը, այն մարդիկ, ովքեր նոր են մուտք գործել այս ոլորտ, կարողանալու են շատ պարզ ձևով հասկանալ այն ամենը, ինչ որ կմատուցվի իրենց։ Բարդ տերմինաբանություն եւ խոսքեր չի օգտագործվելու մատուցման ժամանակ։ Դե ինչ, եկեք հասկանանք ինչից ենք մենք սկսելու։ Նախ առաջին հերթին ներկայացնեմ, որ մենք ուսումնասիրելու ենք վեբ ծրագրավորման ֆրոնտ-էնդ ուղղվածությունը։ Ինչ է իրենից ներկայացնում վեբ ծրագրավորումը։ Վեբ ծրագրավորումը այն ամենն է, ինչը որ պատրաստված է համացանցի մեջ։ Այն նախագծերը, որոնք աշխատում են համացանցի տարածքում, դրանք պատկանում են վեբ ուղղվածությանը։ Իսկ արդեն վեբ ուղղվածությունը իր մեջ բաժանվում է երկու մասի՝ ֆրոնտ-էնդ ուղղվածություն եւ բեք-էնդ ուղղվածություն։ Ֆրոնտ-էնդ ուղղվածությունը այն մասն է, որը որ մենք տեսնում ենք մեր աչքերով, այսինքն օգտատերը տեսնում է վիզուալ իր աչքերով։ Երբ որ մենք մուտք ենք գործում ինչ-որ բրաուզեր, Google, Safari կամ Yandex կապ չունի, յուրաքանչյուր բրաուզեր մուտք են գործում եւ search ենք անում ինչ-որ մի կայք, ինչ որ մենք տեսնում ենք վիզուալ, մենք տեսնում ենք էկրանի վրա այդ կայքի հետ կապված, դա այդ ամենի պատասխանատուն ֆրոնտ-էնդ ուղղվածությունն է։ Իսկ այն ամենը, ինչը որ աշխատում է, բայց մենք չենք կարող վիզուալ տեսնել, այդ ամենի պատասխանատուն բեք-էնդ ուղղվածությունն է։ Օրինակ վճարային համակարգը կամ օրինակ սերվերային համակարգը, որտեղ պահպանվում են տվյալներ։ Այդ ամենի պատասխանատուն բեք-էնդ ուղղվածությունն է։ Սկզբնական ժամանակ շատ դժվար է այդ ամենը ավելի հեշտ ընկալել կամ հասկանալ, որ ուղղվածությունն է, որին պատկանում, բայց հավաստիացնեմ, որ շատ կարճ ժամանակում արդեն առաջի քայլերը կատարելուց հետո դուք կկարողանաք արդեն տարանջատել այդ ուղղվածությունները։ Դե ինչ, եկեք արդեն սկսենք առաջին մեր այսպես ասած ֆրոնտ-էնդ ուղղվածության ուսումնասիրումը։ Ֆրոնտ-էնդ ուղղվածության մեջ աշխատում են տարբեր ծրագրավորման լեզուներ կամ նշագրման գործիքներ։ Եվ սկզբնական տեխնոլոգիաները դրանք են HTML-ը, CSS-ը եւ JavaScript-ը։ Նշեմ, որ HTML-ը եւ CSS-ը նրանք ծրագրավորման լեզուներ չեն։ Նրանք չեն կոչվում ծրագրավորման լեզուներ։ Նրանք նշագրման գործիքներ են։ Իսկ արդեն JavaScript-ը համարվում է բարձրակարգ ծրագրավորման լեզու։ Նշեմ նաև, որ ծրագրավորման լեզուները նաև տարանջատվում են իրենց տեսակով, ինտերպրետատիվ եւ կամպիլացվող, բայց այդ ամենի մասին հիմա ընդհանրապես մենք չենք զրուցելու, որովհետեւ մենք կատարում ենք դեռ մեր առաջին քայլերը։ Դե ինչ, HTML-ը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչի համար է պատասխանատու։ HTML-ը որպես հապավում էսպես է Hypertext Markup Language, այսինքն նա պատասխանատու է մեր կայքի հիմքի համար։ HTML-ը պատասխանատու է կմախքի համար, ինչպես մարդու կմախքը իր հիմնական կարկազի համար։ Եվ HTML նախագծից HTML տեխնոլոգիան օգտագործելուց հետո մենք արդեն կիրառում ենք CSS-ը։ CSS-ը պատասխանատու է սթայլերի, տեսքի, ինչ-որ անիմացիաների, գունային ինչ-որ հավելումների եւ այն ամենի համար, ինչ-որ մենք վիզուալ տեսնում ենք կայքի մեջ։ Իր անիմացիաները, բաթնները, ինչ-որ գույները եւ այլ եւ այլ։ Բայց այդ ամենը, այսպես ասեմ, հիմնական միայն տեսքն է,
Այսինքն որպես այդպիսին, որպես կայք ինքը չի կարող գործածել։ Ինքը չունի ալգորիթմային ինչ-որ համակարգ։ Իսկ այդ ամենի համար արդեն պատասխանատու է JavaScript-ը։ Կարճ ամփոփենք, այսինքն HTML-ը պատասխանատու է որպես հիմքի համար, ինչպես օրինակ մարդու օրգանիզմի մեջ կմախքը։ CSS-ը պատասխանատու է տեսքի, սթայլի, այսպես ասած, վիզուալ այն ամենը, ինչ որ կա մարդու վրա, հագուստից սկսած այդ ամենի, չգիտեմ, մաշկի, տեսքի, այդ ամենի համար։ Իսկ JavaScript-ը, եթե համեմատենք, արդեն ուղեղն է, կայքի ուղեղը, ֆունկցիոնալ է։ Այսինքն, երբ որ մենք կլիկ ենք անում ինչ-որ մի հատվածի վրա, այդ կլիկից հետո կատարվում է ինչ-որ գործողություն, կամ ինչ-որ ալգորիթմային կամ մաթեմատիկական գործողություն է կատարվում կայքի մեջ, դա նույնպես պատասխանատու է JavaScript-ը։ JavaScript-ը իրականում շատ ավելի լայն, այսպես ասած, հնարավորություններ է տալիս կայքին, բայց նորից եմ կրկնում, քանի որ մենք հիմա սկզբնական հասկանում ենք ինչ են իրենից ներկայացնում, այսպես ասած, շատ փոքր ինֆորմատիվ համակարգով, մենք չենք խորանա այդ ամենի մեջ, մենք մի քիչ ավելի քիչ ինֆորմացիա հիմա կվերցնենք, որ հետագայում արդեն ավելի լավ կարողանանք հասկանալ։ Նշեմ, որ նորից եմ կրկնում, ես փորձելու եմ մաքսիմալ մատչելի եւ հասանելի ձեզ ներկայացնել այս տեխնոլոգիաների ամբողջ, այսպես ասած, հնարավորությունները։ Դե ինչ, առաջի հնարավորությունը, որ մենք պետք է հիմա օգտագործենք, առաջի տեխնոլոգիան, որ մենք պետք է հիմա օգտագործենք, դա HTML-ն է, ինչպես նշեցի, դա կայքի կմախքն է, այսինքն երբ որ մենք ստեղծում ենք կայք, մենք ստեղծում ենք HTML-ից։ Ոնց է դա լինում։ Նախ առաջին հերթին մենք պետք է ստեղծենք ինչ-որ մի պապկա, կարող ենք յուրաքանչյուր ինչ-որ մի անուն տալ մեր պապկային, եւ մենք հիմա արդեն պետք է այս պապկայի մեջ գրենք մեր կոդերը, բայց պահպանենք մեր կոդերը, բայց նշեմ նաեւ, որ կոդերը գրելու համար գոյություն ունեն կոդային ռեդակտորներ։ Այսինքն, այսպես ասեմ, ինչպես մենք ինչ-որ մի բան ենք գրում տետրի կամ ինչ-որ թերթի վրա, թերթը հանդիսանում է այդ մեր գրառման հիմքը։ Նույնն էլ կոդի համար հանդիսանում է կոդային ռեդակտորը այդ հիմքը, որտեղ մենք գրում ենք մեր կոդերը։ Օրինակ, այստեղ մենք այսօր ծանոթանալու ենք Visual Studio Code մեր ռեդակտորի հետ, մենք օգտագործելու ենք այս ռեդակտորը։ Ճիշտ է, կան տարբեր ռեդակտորներ, Sublime Text, WebStorm եւ այլ, բայց հիմնականում օգտագործում են Visual Studio Code-ը, որովհետեւ նա հարմար է եւ ուսանողներին եւ արդեն աշխատանքի մեջ ծրագրավորողներին։ Եվ հիմա առաջնայինը մենք պետք է այս կոդային ռեդակտորի մեջ բացենք մեր պապկան։ Ոնց է դա կատարվում։ Նախ նշեմ, որ եթե ձեր մոտ, այսպես ասեմ, ուրիշ ինտերֆեյս է, այդ ժամանակ արդեն ավելի ուրիշ տարբերակով եք դուք ավելացնելու։ Ավելացնել կարող եք, ինչպես օրինակ, այսպես ասեմ, այս մեր պապկան բերենք մեր Visual Studio Code, ինչպես այսպես կարող ենք ավելացնել։ Նաև մենք կարող ենք ավելացնել այս տարբերակով։ Մուտք ենք գործում File, Open Folder, եւ այստեղ արդեն մենք հասկանում ենք, թե մեր դեսքթոփի մեջ, մեր ընդհանուր դեսքթոփի մեջ ինչ պապկեր կան։ Եվ կլիկ ենք անում հենց մեր Phoenix պապկայի վրա։ Նույն տարբերակով կարող ենք նաև այսպես բացել մեր պապկան։ Նշեմ նաև, որ պապկան Visual Studio Code-ում բացելուց հետո մենք պետք է այստեղ ստեղծենք ֆայլ, որի մեջ արդեն կգրվի մեր կոդը։ Ֆայլը ստեղծելու համար տեսեք, սա մեր պապկան է, որը որ ես բացում եմ, եւ այստեղ իր կողքին ֆայլի icon կա։ Սեղմելով այս icon-ին ես գրում եմ index.html եւ այսպեսի ես իկոնկա պետք է լինի, HTML-ի իկոնկան պետք է լինի եւ գրված լինի այստեղ index.html։ Նշեմ, որ մենք կարող ենք գրել ամեն տիպի բառ, կարող ենք գրել ինչ-որ, չգիտեմ, das.html, բայց ինչի համար է գրվում index.html, որովհետեւ մեր բրաուզերները, ընդհանուր աշխարհի բոլոր բրաուզերները առաջին բառը հասկանում են index բառը։
եւ SEO համակարգի համար նախընտրելի է, նշում եմ, նախընտրելի է ոչ պարտադիր, նախընտրելի է գրել index բառով մեր առաջին մայր HTML դոկումենտը։ Եվ այստեղ գրելուց հետո ես միանգամից կլիկ արեցի այս ֆայլի վրա եւ այստեղ բերեց ֆայլի սկզբնական հատվածը։ Այստեղ ես գրում եմ HTML եւ տեսնում եմ, որ այստեղ բերեց 3 կատեգորիա՝ HTML, HTML5 եւ HTML/XML։ Նշեմ, որ մեզ հարկավոր է մեջտեղի կատեգորիան HTML5, դա նշանակում է, որ մենք աշխատելու ենք HTML5 վերսիայի թարմության հետ, սեղմում եմ այստեղ եւ տեսնում եմ սկզբնական բերեց այսպիսի կոդային փոքր հատված։ Այս ամենը ժողովուրդ ջան, նրանք համարվում են տեգեր։ HTML-ը բաղկացած է տեգերից, իր ամբողջ ստրուկտուրան կազմված է տեգերից։ Ինչ են իրենից ներկայացնում տեգերը։ Տեգերը այն համակարգերն են, որոնք հենց ստեղծում են մեր կայքի մեջ ինչ-որ բաթններ, ինփութներ, ինչ-որ բլոկներ եւ այլ եւ այլ եւ այլ։ Եկեք սկսենք ծանոթանալ ընդհանուր տեգերին։ Նշեմ, որ տեգերը այն մասն են կազմում, որոնք բացվում են այսպիսի չակերտով եւ փակվում են չակերտով։ Այս մուգ կապույտ գույնով գրված մեր բառերը դրանք համարվում են տեգեր։ Բայց տեգերը բաժանվում են երկու խմբի՝ ըստ գրելաձևի եւ ըստ ֆունկցիոնալ։ Ըստ գրելաձևի տեգերը բաժանվում են եւս երկու մասի՝ բացվող, փակվող եւ բացվող, չփակվող։ Ինչ է դա նշանակում։ Օրինակ տեսնում ենք, որ այստեղ մեր doctype տեգը բացվում է եւ չի փակվում։ Փակվել նշանակում է այն տեգը, որը որ այսպես slash նշանով է լինում, դա նշանակում է տեգի փակվելու նշանը։ Այսինքն, օրինակի համար ես հիմա կնշեմ մի տեգ, որը կոչվում է h1, ես ձեզ կպատմեմ ինչի համար է դա։ Տեսնում եք, սկզբնականը տեգը այստեղ բացվեց եւ այստեղ փակվեց։ Այսինքն, տեգի վերջի մասը, երբ որ նշվում է slash-ով, դա իր փակման համակարգն է։ Իսկ օրինակ doctype-ը տեսնում ենք, որ բացվեց, բայց փակման համակարգ չունի։ Դա նշանակում է, որ ինքը բացվող, չփակվող տեգ է։ Իսկ օրինակ մեր h1-ը բացվող եւ փակվող տեգ է։ Դա ըստ գրելաձևի տարբերակն է, երբ որ մեր տեգը ըստ գրելաձևի է։ Իսկ ըստ ֆունկցիոնալ բլոկային եւ տողային։ Դա կպատմեմ մի քիչ ավելի ուշ, որովհետեւ պետք է հիմա հասկանանք մեր այս սկզբնական տեգերը ինչի համար են նախատեսված։ Ինչ է նշանակում doctype եւ իր կողքին sense HTML ինչ-որ բառ կա, որը որ նա համարվում է ատրիբուտ, ատրիբուտը նույնպես ձեզ կբացատրեմ ինչի համար է։ Սկսենք։ Doctype HTML այս տեգը պատասխանատու է HTML ֆորմատի համար, այսինքն նա ասում է, որ մեր ողջ տեգային համակարգը HTML ֆորմատի մեջ է։ Երկրորդ տեգը, որ տեսնում ենք, տեսեք, նա բացվում է այստեղ եւ փակվում է ամենավերջում։ Եվ ողջ համակարգը գրվում է իր մեջ։ Դա նշանակում է, որ մեր HTML տեգը դա պատասխանատու է բոլոր տեգերի համար, այսինքն նա իր ստրուկտուրայով ասում է, որ ողջ տեգային համակարգը պետք է գրվի իր տեգի մեջ, այսինքն HTML տեգի մեջ, որը բացվում է այստեղ եւ փակվում է այստեղ։ Մյուս տեգը, head տեգը, head նշանակում է գլխամաս, այսինքն հիմնական մեր կոդային համակարգը ունի կոդի գլխամաս հասկացողություն, այսինքն իր մեջ գրվում են բոլոր այն տեգերը, որոնք պատասխանատու են ինչ-որ հնարավորությունների, ինչ-որ հավելյալ, այսպես ասած, հնարավորությունների կամ հավելյալ ինչ-որ ստրուկտուրայի համար։ Օրինակ, եթե մենք ցանկանում ենք, որ մեր նախագիծը հասկանա երրորդական, չորրորդական լեզուները, մենք օրինակ այստեղ սկզբնական հատվածով տեղադրված է meta տեգը։ Եվ head տեգի մեջ հիմնականում գրվում է բոլոր այն տեգերը, որոնք պատասխանատու են ինչ-որ հավելյալ հնարավորությունների համար։ Ինչպես նշեցի, օրինակ meta տեգը, meta charset UTF-8,
Մետատեգը, այս առաջին մետատեգը պատասխանատու է երկրորդական, երրորդական, չորրորդական լեզուների համար։ Ինչ է դա նշանակում։ Օրինակ աշխարհում առաջնային լեզուներից մեկը դա անգլերենն է, եւ բոլոր համակարգերը, նախագծերը հիմնականում հասկանում են սկզբնական անգլերեն լեզուն։ Իսկ օրինակ պարսկերենը համարվում է երրորդական, չորրորդական լեզու։ Քանի որ օրինակ լինում են ծրագրավորողներ, որ աշխատում են օրինակ Պարսկաստանից, Հնդկաստանից եւ իրենց գրված բառերը պետք է հասկացվի համակարգչի կողմից, օգտագործվում է այս ռաշիրենյան, որը հնարավորություն է տալիս հասկանալ այդ լեզուն համակարգչի այդ device-ի մեջ։ Երկրորդ մետան պատասխանատու է մեր response համակարգի համար։ Ինչ է նշանակում response։ Նկատած կլինեք, որ յուրաքանչյուր նախագիծ, համարյա թե յուրաքանչյուր նախագիծ, մենք կարողանում ենք տեսնել հեռախոսի, պլանշետի, նոթբուքի, համակարգչի, նույնիսկ մեծ կինոթատրոնի էկրանի վրա։ Դրա համար նույնպես մեզ պետք է, այսպես ասած, թույլատվություն, եւ այս երկրորդ մետան պատասխանատու է այդ թույլատվության համար։ Երրորդ տեգը, title-ը, նա պատասխանատու է մեր դոկումենտի վերնագրի համար։ Օրինակ ես այստեղ կգրեմ DAS 1 եւ քիչ հետո ցույց կտամ, թե որտեղ է դա երևալու։ Եվ այսքանով մեր head տեգի մեջ սկզբնական ավարտվում են տեգերը։ Եվ հետո այստեղ տեսնում ենք body տեգը, որը որ բացվում է այստեղ եւ փակվում է այստեղ։ Այ body տեգի մեջ մենք պետք է գրենք մեր սեփական, մեր գրած բոլոր կոդային համակարգը։ Այսինքն այստեղ կարող է լինել ինչպես 100 տող HTML, այնպես էլ 10,000 տող HTML, եւ մենք ողջ այդ HTML տողային համակարգը պետք է գրենք այստեղ body տեգի մեջ։ Դե ինչ, եկեք առաջին մեր տեգը ծանոթանանք մեր առաջին տեգի հետ, ինչպես ձեզ ցույց տվեցի քիչ առաջ, h1։ Hash տեգերը պատասխանատու են վերնագրերի համար։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Եկեք տեսնենք ոնց է երևալու։ Տեսեք, այստեղ երևաց մեր h1-ի մեջ գրված hello բառը։ Եվ նշեմ նաև, որ title-ի մեջ, որ գրեցի DAS 1, այստեղ էլ նշվում է այդ վերնագրի, այսինքն title-ի մեջ գրելու ժամանակ հիմնականում գրում են նախագծի անունը, պրոյեկտի անունը կամ ինչ-որ բիզնեսի անունը, ինչի համար որ ստեղծված է այդ կայքը։ Եվ այստեղ տեսնում ենք, որ մեր h1-ը գրվեց եւ երևում է այստեղ հենց մեր գրված hello բառը։ Բայց h1-ը նշեմ, որ ունի մեծ ընտանիք h2, h3, h4, h5 և h6 և նշեմ, որ բոլորն էլ պատասխանատու են վերնագրերի համար։ Եվ եկեք տեսնենք ինչ եղավ, տեսնում եք, որ ամենասկզբում երևում է h1-ը, որը որ պատասխանատու է գլոբալ վերնագրի համար, և h2-ից հետո արդեն ավելի ընթացքային ավելի փոքրանում է մեր շրիֆտի չափը, այսինքն յուրաքանչյուր տեքստային համակարգի մեջ գոյություն ունի գլխավոր, երկրորդական, երրորդական վերնագրեր, այ h ընտանիքը պատասխանատու է վերնագրերի և վերնագրերի ընթացքային տեսակների համար, ինչպես տեսանք, ընդհանուր h ընտանիքում կա 6 վերնագրի տեսակ, և h տեգից հետո եկեք հասկանանք ինչի համար է պատասխանատու մեր span տեգը։ Span տեգը պատասխանատու է տեքստի ներմուծման համար։ Ինչպես տեսնում եք, այստեղ ես span տեգով գրեցի Phoenix բառը և այստեղ երևաց մեր Phoenix բառը։ Բայց քիչ առաջ կհիշեք, որ ես ձեզ ասեցի, որ տեգերը բաժանվում են երկու խմբի,
ըստ գրելաձևի եւ ըստ ուղղվածության եւ իրենք իրենց հերթին նույնպես բաժանվում են երկու մասի ըստ գրելաձևի բացվող փակվող բացվող չփակվող իսկ ըստ ֆունկցիոնալ բլոկային եւ տողային հիմա եկեք հասկանանք բլոկային եւ տողային տեգերի տարբերությունը օրինակ տեսեք ես նշեցի որ spam տեգը պատասխանատու է տեքստի ներմուծման համար եկեք նույնպես մի անգամ էլ գրենք spam եւ նշենք մեր տեքստը եւ տեսնում եմ որ այստեղ երկու Phoenix բառերը հայտնվեցին իրար կողք ինչի համար դա եղավ այդպես տեսեք սա նշանակում է որ spam տեգը դա տողային տեգ է ինչ է նշանակում տողային տեգ տողային տեգ այն տեգերն են որոնք վերցնում են այնքան տարածք ինչքան իրենց միջի կոնտենտն է այսինքն եթե մենք spam տեգի մեջ գրեցինք Phoenix բառը տեսեք այստեղ կապույտ գույնով նշվում է ես այս ինսպեկտը բացեցի որ ձեզ ավելի ակնհայտ ցույց տամ ես հետագայում կսովորեցնեմ ձեզ ինսպեկտով աշխատել տեսեք Phoenix բառը գրելուց հետո նա վերցրեց այնքան տարածք այս կապույտով նշված ինչքան իր միջի կոնտենտն է նույնպես նաև այս մի Phoenix բառը որովհետև երկուսն էլ ես գրեցի spam տեգով բայց եկեք հասկանանք եւս մեկ տեգի հնարավորություն, որը կոչվում է p։ P տեգը ինչ է իրենից ներկայացնում։ Եկեք տեսնենք հիմա ինչպես մենք կտեսնենք մեր նախագծի վրա։ Տեսնում ենք, որ երկու p տեգով ստեղծված մեր Phoenix բառերը հայտնվեցին իրար տակ։ Ինչի համար։ Որովհետև p տեգը համարվում է բլոկային տեգ, այսինքն եթե տողային տարբերակի ժամանակ մեր Phoenix բառը վերցնում էր այնքան տարածք, ինչքան իր միջի կոնտենտն է, հակառակ դեպքում բլոկայինի ժամանակ Phoenix բառը վերցնում է այնքան տարածք, ինչքան ընդհանուր բրաուզերն է, այսինքն վերցնում է տարածքը բրաուզերի ողջ երկայնքով եւ չի թույլ տալիս իր կողքին գտնվել այլ ինչ-որ տեգի, իսկ հաջորդ տեգը արդեն հայտնվում է իրենից ներքև։ Եթե դուք ցանկանում եք իմանալ ինչ-որ տեգի ֆունկցիոնալ հնարավորություն, այսինքն այդ տեգը բլոկային է թե տողային, դուք կարող եք ընդամենը այդ տեգից երկու հատ գրել իրար տակ եւ կտեսնեք, եթե գտնվում են իրար կողք, նշանակում է երկուսն էլ տողային տեգ է, իսկ եթե արդեն հայտնվեցին իրար տակ, նշանակում է, որ բլոկային է։ Օրինակի համար մենք այդ տարբերակով հասկացանք, որ hash ընտանիքի տեգերը համարվում են բլոկային տեգ, որովհետև իրենք գտնվում են իրարից ներքև։ Դե ինչ, սկզբնական մեր, այսպես ասած, փոքրիկ դասընթացի շնորհիվ մենք հասկացանք տեգային կառուցվածքը, մենք հասկացանք քանի տեսակի է բաժանվում տեգերը եւ սովորեցինք 3, այսպես ասած, տեգ, որը որ ամեն մեկը պատասխանատու է ինչ-որ մի համակարգի համար։ Վերնագրայինը վերնագրի, իսկ արդեն տեքստինը տեքստի։ Եվ կցանկանամ նաև մի տեգի հետ նույնպես ձեզ ծանոթացնել, դա image տեգն է։ Նշեմ, որ image տեգը պատասխանատու է նկարների տեղադրման համար։ Տեսեք, նաև Visual Studio Code-ի հետ կապված մի փոքրիկ բան ասեմ, տեգի գրելու հետ կապված, եթե դուք գրում եք տեգը չակերտը բացելուց հետո եւ փակում եք, Visual Studio Code-ը չի բերի այն ողջ ստրուկտուրան, որը որ այդ տեգը իր մեջ պարունակում է, այսինքն կողքի ատրիբուտները այս չեն երևա։ Մենք կարող ենք ավելի հեշտացնելու համար մեր գործը գրենք img եւ enter անենք, տեսնում ենք, որ մեր Visual Studio Code-ը բերեց սկզբնական այն ողջ ատրիբուտները, որը որ image տեգը իր մեջ պարունակում է։ Եվ այս պահին ես ձեզ նաև կսովորեցնեմ, թե ինչի համար են ատրիբուտները
բայց այսպես ասեմ ավելի խորը տարբերակով մենք ատրիբուտների մասին կզրուցենք մի քանի դաս հետո։ Նշեմ, որ ատրիբուտները դրանք հավելյալ հնարավորություններ են, որոնք տեգին ավելի մեծ հզորություն են տալիս։ Օրինակ, image tag-ի դեպքում image tag-ը չի կարող գործել առանց src ատրիբուտի, որովհետև src ատրիբուտի միջոցով մենք կարողանում ենք նկարի լինքը կամ ներբեռված նկարը ցուցադրել մեր բրաուզերում։ Օրինակ, եկեք հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է դա կիրառվում։ src ատրիբուտը պատասխանատու է նկարի լինքի կամ ներբեռված ճանապարհի համար։ Alt ատրիբուտը պատասխանատու է ինչ-որ գրառման համար, եթե ինչ-ինչ պատճառով, օրինակ մեր նկարը չի երևում user-ին, եւ մենք կարող ենք այնտեղ գրել ինչ-որ փոքրիկ գրառում, որը user-ը կտենա նկարի փոխարեն։ Օրինակ, կգրենք այստեղ այստեղ մի փոքրիկ գրառում կանենք, կամ օրինակ կարող ենք այս գրառման փոխարեն, որ ավելի կարող ենք գրել error։ Եվ եկեք սկսենք մեր առաջի նկարը համացանցից ներբեռնել, օրինակ եւ ներկբեռնենք յուրաքանչյուր նկար, օրինակ այս նկարը հենց այստեղ սխվում ենք սохранить изображение как եւ ման են գալիս մեր Phoenix պապկան։ Սохранить այստեղ մենք սохранить արեցինք այդ պապկայի մեջ, եկեք վերադառնանք եւ տեսնենք։ Տեսնում ենք, որ մեր նկարը այստեղ պահպանվեց։ Նշեմ նաեւ, որ հետագայում մենք յուրաքանչյուր մեր նկարները կամ icon-ները կամ նկարները, ֆոնտերը պահպանելու ենք առանձին պապկաների մեջ, բայց քանի որ հիմա մենք կատարում ենք փոքր task, ես դրա համար չստեղծեցի պապկա։ Բայց իմացեք, որ յուրաքանչյուր նկարների ինչ-որ հատվածի համար մենք պետք է ունենանք առանձին մեր պապկան։ Եվ եկեք ճանապարհը հիմա արդեն ցույց տանք եւ src-ում արդեն այդ ճանապարհը ցույց տալով մեր բրաուզերում կերևա մեր նկարը։ Ճանապարհը տալու համար մենք կօգտագործենք slash նշանը եւ տեսեք slash նշանը կիրառելով արդեն ավտոմատ Visual Studio Code-ը ինձ հուշում է, որ այս պապկայի մեջ, հենց Phoenix պապկայի մեջ գտնվում են երկու դոկումենտ։ Առաջինը նկարինն է, երկրորդը մեր index.html-ն է եւ նշում եմ հենց մեր նկարի այսպես ներբեռված լինքը։ Նկարը շատ ավելի մեծ տարբերակով եղավ եւ հիմա եկեք այդ մեր նկարը փորձենք մի փոքր ավելի փոքրացնել։ Եվ հիմա ես ձեզ կսովորեցնեմ կիրառել width ատրիբուտը, որը պատասխանատու է նկարի լայնության համար։ Եվ այստեղ պիքսելով ես նշում եմ օրինակ 300 պիքսել իր լայնությունը։ Այս իր width-ի չակերտների մեջ նշում եմ 300 պիքսել իր լայնությունը։ Տեսնենք եւ տեսնում ենք, որ մեր նկարը վերցրեց իր լայնությամբ վերցրեց այնքան չափ, ինչքան ես նշեցի, 300 պիքսել։ Բայց ինչ է կատարվում, երբ որ մենք ստեղծում ենք այս պապկայի մեջ մեր նկարների հավելյալ պապկան, ոնց է դա կիրառվում։ Հիմա ձեզ ցույց տալու համար ես կստեղծեմ այստեղ մի հատ, նշեմ նաև, որ այս առաջի icon-ից հետո երկրորդ icon-ը պապկա ստեղծելու համար է եւ այստեղ պապկայի անունը կդնեմ image Եվ այս նկարը այսպես մկնիկով տանելով կտեղադրեմ այս պապկայի մեջ։ Տեսնում ենք, որ պապկայի մեջ տեղադրվեց այդ նկարը։ Հիմա տեսեք, եթե մենք հիմա նայենք, մենք կտեսնենք, որ մեր նկարը չի երևում եւ այստեղ բերել է error բառը։ Այսինքն ինչ-ինչ պատճառով, եթե մեր նկարը չի երևում, մեր մոտ գրվում է այն բառը, որը alt-ի մեջ է։
Իսկ ոնց անենք, որպեսզի մեր նկարը երևա։ Տեսեք, ես այստեղ նշել եմ միայն slash եւ նկարի link-ը, այսպես ասած։ Իսկ որպեսզի մեր նկարը երևա, ես պետք է առաջինը նշեմ այն պապկայի անունը, որը որ կա, այսինքն image slash նոր արդեն նկարի, այսպես ասած, անունը։ Եվ տեսնում ենք, մեր նկարը նույնպես նորից երևաց։ Հարգելի ուսանողներ, այսօրվա համար, այս դասի համար ես նախատեսել էի այսքանը եւ մյուս մեր վիդեոդասի ժամանակ մենք արդեն կկարողանանք, այսպես ասած, մի փոքրիկ նախագիծ պատրաստել, որը որ արդեն կտեսնենք մեր սովորած տեգերի ամբողջ հնարավորությունը։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում, կհանդիպենք հաջորդ վիդեոդասին։